Բարերձելի հետևորդներ, վաղուց տեսանյութեր չեմ նկարահանել YouTube-ի ալիքի համար։ Սա Վանաձոր քաղաքն է։ Այստեղ Լորնիվերմակի ներքևի հատվածում խանութներ են բացել։ Լորնիվերմակ շատ եմ մտել, այս խանութի չեմ մտել դեռ, քանի որ ավելի կողմ եմ օնլայն գնումներ, բայց կարելի է մեկ անգամ մտնել։ Վերջերս Ռուսաստանից իմ բարեկամներից են եկել, ասում են, Վանաձորում շատ բան է փոխվել։ Հիմա ովքեր Վանաձորից են, իրանց հետաքրքիր է ինչ էր ավելացել, ինչ նոր բաներ է փոխվել։ Դրա համար նկարահանում եմ։ Նշեմ, որ YouTube-ի ալիքից ես դեռ որևէ արդեն տարիներ շարունակ որևէ օգուտ չունեմ։ Մոնետիզացիայի հարցը այդպես մնաց։ Այնպես որ սա ավելի շատ հայրենակիցների համար եմ նկարահանում։ Դեռ սա դեռ աշխատանք չէ, ճիշտ է, աշխատում եմ այսպես, բայց սա ավելի շատ հայրենակիցների համար։ Ես գնում եմ դեպի շոկայի կողմը, այդ տարածքում գուցե ինչ-որ բաներ ձեզ հետաքրքրի, գուցե որոշ մարդիկ հենց այնտեղից են եղել։ Այսպես։ Եթե որոշեմ սկսել նորից տեսանյութեր նկարահանել, քաղաքում տարբեր հատվածներ, պիտի հատուկ հարմարանք վերցնեմ, որպես եռախոս ձեռքից չպահեմ, այդպես երևի ավելի հարմար կլինի նկարելը։ Հատուկ հարմարանք պարանոցի վրայից այդպես ամրացնում ես մեջքից, եռախոսը դնում ես ու քո շարժման հետ մեկտեղ ինքը նկարում է, որպես անընդհատ ձեռքից չպահես եռախոսը։ Հիմա իմ աշխատանքի բնույթով ես էլի նկարահանումներ եմ անում համագործակցություն Ամերիկայի հետ, ինչև այդ ուշադիր չեմ եղել, որ կա այդպես տարբեր հարմարանքներ, գլխին են հատուկ հարմարանք դնում, հիմա հենց այդ աշխատանքի համար գլխին այդ հարմարանքը դնելը վիդեոներ նկարահանելն է, ու երբ որ արդեն դրանք նայում եմ, որ պատվիրեմ, այդ ժամանակ տեսա, որ կա նաև մեջքի վրայից ամրացնում ես, այդպես պարանոցի վրա ես ամրացնում ու շարժումները սիրուն նկարահանում դա իմ այդ գլխի հարմարանքը պատվելուց այդ ժամանակ տեսա ու մտածեցի, որ շատ լավ հարմարանքներ են, չի մինչև այդ տեսել, որ կա տենց բաներ, որ պատվիրեի և խոհանոցում ինչ-որ վիդեոներ նկարահանելու համար, որպեսզի հեռախոսը պահելու կամ անդադ տեղափոխելու խնդիր չլինի, իմ շարժման հետ մեկտեղ միանգամից նկարահանի տեսանյութերը։ Հետո այդ իմ նոր աշխատանքի հետ կապված պարամետրերը ճիշտ դնելու և ճիշտ նկարելու տեխնիկաներ եմ ավելի լավ սովորել ու YouTube-ում երևի այս տեսանյութից ձեզ ավելի պարզ կլինի, որ շատ ավելի լայնամասշտաբ ու ավելի սիրուն եմ նկարում։ Այդ աշխատանքը նաև օգնում է YouTube-ում լավ տեսանյութեր հրապարակելը, ավելի որակյալ։ Սա էլ Վանաձորը մեր, ովքեր կարոտել են։ Այդ հարմարանքներն դեռ սովոր չեն լինի մարդիկ, երբ որ տեսնեն, համոզված եմ, էլի զարմացած պիտի նայեն։ Ես էլի այս պարամետրերով չի նկարի, եթե մի ամիս առաջ եմ սկսել իմ աշխատանքը Ամերիկայի հետ, այդ աշխատանքի շնորհիվ չսովոր էի ճիշտ նկարահանումը։ Այդ գլխի հարմարանքի հետ կապված, դա հիմնականում ավելի շատ նաև օգտագործում են մոտոցիկլետ քշողները, հեծանիվ
Շողները իրանց հարմար գլխին այդպես տեղադրել ու նկարահանել։ Այսպես։ Երբ որ աշխատանքի հրավերը եղավ ու աշխատանք ընդունեցի, Գուցե աղմուկից լավ ձայնից չլսեք, նաև միկրոֆոններ են պատվիրելու։ Աշխատանքի հրավերը երբ որ ընդունեցի ու ես պետք է իրանց արագ պատասխան տայի, ես համաձայնվեցի ու ինչքան շուտ այդ գլխի հարմարանքը գտնի, այնքան շուտ կսկսեի աշխատել։ Ինչքան շուտ գտնեի այդ հարմարանքը, այնքան ավելի շուտ կսկսեի աշխատել ու որտեղ գնացի, անգամ այդ տեխնիկայի կամ հեռախոսներ վաճառելու տեղը, որտեղ տարբեր բաներ են վաճառում, սարմանացած ասում են դա ինչ է։ Ես գիտեի, որ չեմ գտնելու ոչ մի տեղ, ամեն դեպքում մինչև կպատվիրեի, որոշեցի մինչև կպատվիրեի, որոշեցի ամեն դեպքում նայեմ, կարողա կա։ Ամեն դեպքում ես չի սխալվում, չկար ու գործատուին գրեցի նամակ, որ ես պիտի պատվիրեմ ու երևի թե 2 շաբաթից կհասնի, բայց ամեն դեպքում մի քանի կայքերից կպատվիրեմ, որը շուտ հասավ, ավելի լավ, ավելի շուտ կսկսենք աշխատանքը, համաձայնվեց, այդպես պատվիրեցի, միջերոց Ազոնից պատվիրեցի, Ազոնում 3.5 էր, իսկ Թեմոյում 650, 850, Թեմոյից էլ եմ պատվիրել, համ 850-ով, համ 650-ով, պատկերացրեք տարբերությունը ինչքան շատ է։ Ուղղակի Ազոնում տված էր, որ ապրանքը շուտ կհասնի, մի քանի օրում, ինչին շատ հարմար էր։ Այսպես, ամեն դեպքում, եթե երկար պրոյեկտ լինի, այդ հարմարանքները այսպես տեմպես ինձ պետք է, ռեզինով այդ հարմարանքը մեկ այդ տեսնում ես ռեզինը թուլանում է, կամ տեխնիկա չի, անունը մոռացա ինչա, ամեն դեպքում կարա ջարդվի, փչանա, որպեսզի ունենամ ձեռքի տակ այլ զապաս տարբերակ։ Այսպես, Ագատ խանութը, ես փողոցը արագած եմ, Ազոն եմ մտնելու կամ տեսանյութը կընդհատեմ կամ կշարունակեմ, այդ ընդհատեմ, տեսնեմ, եթե երկար գործը, հետո կշարունակեմ։
Խանութը բացված չեմ տեսել։ Ես էլ մի ընթացք ուշ դուրս եմ գալիս, չեմ տեսնում։ Այս փոխանակման կետը ժամանակին շատ հարազատ փոխանակման կետեր պապայիս ընկերներ աշխատում։ Ջուրիկ Ջաջան։ Մենք շատ սիրում հարգում էինք։ Մի ընթացք իր մահանալուց հետո այդ կողմով աշխատում էի, չանցնեմ, ծանր էի տանում։ Սարակարականցնեմ։ Ու էլի հետ եմ գնալու, էլի ազոնում գործում եմ։ Սա իմ առաջ տեսանյութն է, որակապես լավ, արդեն ճիշտ եմ տիրապետում, ճիշտ նկարահանմանը։ Աշխատանքս նպաստեց նաև տեսանյութեր YouTube-ում լավ հրապարակել են։ Մեկնաբանություններում կգրեք, դուք առաջել եք տեսել տեսանյութերը, հիմա էլ իմ բարեկամ տատիկը ինձանից ապրանք հաուց է։ Մինչև ես իմ գործերը վերջացնեմ, շուկան կփակվի, դրա համար որոշեցի տեսանյութը երկու մասով չնկարահանեմ, մեկ մասով նկարահանեմ, ընթացքում էլ դուք շուկան կտեսնեք, կարող է շուկան էլ ինչ-որ մարդիկ կարոտած լինեն։ Այնտեղ ծաղիկները ներսում եք, ամի հատ մարդ ներս ես մտնում ձախ կողմի վրա։ Շատ լավ ծաղիկներ է ունենում ու միշտ թարմ։ Տեսեք, շատ խորքերը չգնացի լաչին ենք անվանում։ Էլի ստատեկի կոտեմն էլ առանք, թարխունն է։ Ես հենց լաչինում էի մամայի հետ շուկայում, այդ օրը որ մեր հարևանին, հենց մեր կողքի հարևանը Արմենը մեզ տեսավ ու հայտարարեց այդ 20 թվականի պատերազմի ժամանակ, որ պատերազմը ոնց է ավարտվել ու ինչ են ստորագրել։ Հենց այդտեղ եմ լսել այդ նորությունը ու շատ ծանր եմ տարել, դեռ մինչև հիմա էլ երկար ժամանակ նաև դեպրեսիայի մեջ։ Այդ ժամանակ այդ նորությունը որ լսեցի, թեպետ գիտեինք ինչ ա լինելու, բայց չէինք ուզում հավատանք։ Նաև մեզ էլ էին ասել կոնկրետ վերլուծաբաններ կային, թե ինչ ա լինելու, ամբողջ Արցախն են տալու։ Սա վիդեոյի հետ կապ չունի այս թեման, ուղղակի խոսենք մի բան, մինչև հասնեմ այնտեղ որտեղ գնում եմ։ Երբ որ ասեց, հենց գլխիս այդ վերևի հատվածը մի տեսակ սառավ, ես տես բան չեմ զգացել, ինչ-որ վատ նորություն լսելուց, որ գլուխը սարդ չի։ Տարօրինակ զգացողություններ էր։ Հետո լավ հիշում եմ գնացի տուն, այնքան վատ էի, տուն չմտա, գնացի մեր հարևան Գրետա տատիկանց տուն, ինձ շատ էր սիրում որպես թոռնուհի, ու սկսի հետ կրտալով դաս լինելը։ Ինքն էլ ինձ հանգստացում էր, բայց ինքն էլ էր ծանր տարել, շատ վատ էր։ Այդպես իսկ հետո ամբողջ Արցախը տալուց հետո ես էլի շատ ծանր էի։ Այդ օրերին արդեն որտեղից դուրս էին եկել Ղարաբաղցիները, աղջիկ մի հատ աղջիկ տեսավ խանութում աշխատում էր, շատ ժպիտով, դե պահանջում էր աշխատակիցներից ժպիտ, ոչ թե որ ինքը ուրախ էր։ Այդ ժամանակ ես ինձ թափեցրի, որ եթե իրանք կարողանում են կյանքը շարունակել ու իրանց ստիպել, ժպտալ, խոսել, մենք էլ ենք պարտավոր։ Այդպես, հիմա ես էլի գնամ Ամազոն մտնեմ, դեզ էլ հաջողություն։